ես չեմ հավակնում, որ այսօր բոլոր հնարավոր հարցերին պատասխանեցի։ Հիմա իմ այս ելույթից հետո, ներկայացումից հետո հնչելու են նոր հարցեր, ձևակերպվելու են նոր սարսափներ, հնչեցվելու են նոր, նկարագրվելու են նոր ապոկալիպսիսներ։ Խնդրում եմ հաշվի առեք, որ ես իհարկե հասկանում եմ կարևորությունը, բայց ամեն ինչին չէ, որ կարող եմ 5 րոպե հետո արձագանքել, եւ այն, որ ես 5 րոպե չեմ արձագանքել եւ չեմ հիմնավորել, որ ապոկալիպսիսը մտածածին է, դա չի նշանակում իմ լուր համաձայնությունը ապոկալիպսիսի տեսության հետ։ Ի վերջո, առաջիկայում ոնց է լինի, առիթ կընձեռվի, մենք հիմա աշխատում ենք մաքսիմալ թափանցիկ կերպով։ Ես չեմ հիշում, որ նույնիսկ ես նախկինում ավելի մեծ հաճախությամբ շփվում լրագրողների հետ, նույնիսկ 2018-ի եւ 2019-ի համեմատ, այնպես որ հանրության հետ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները, բայց ես կարող եմ մի բան ասել այս գլխից։ Ցանկացած սարսափի եւ ապոկալիպսիսի տեսություն ես կանխավարկածով հերքում եմ։ Կանխավարկած, անկախ նրանից դա ինչ տեսք ունի, որտեղ նման բան չի կարող գոյություն ունենալ, այդ թվում այն պարզ պատճառով, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակային են եւ թափանցիկ։ Սա հաջորդ կարևոր նրբությունն է։ Էլի ես չգիտեմ այդ կուլտուրան եւ այդ ընկալումը որտեղից կա, այս համատեքստում մենք ոչ մեկի, այս եւ մյուս համատեքստերում ոչ մեկի հետ չունենք ոչ մի գաղտնի բանավոր պայմանավորվածություն։ Հասկանում եք, բանավոր պայմանավորվածությունը ինքը հնարավորել չի, որովհետև բանավոր պայմանավորվածությունը մի բան է, որ կես ժամ հետո կարող է որևէ մեկը ասել, որ բանավոր ես այդ չեմ ասել, այն եմ ասել։